Սիրելի հայրենակիցներ, մեզ հետևող սիրելի աշակերտներ, շատ ուրախ եմ, որ այսօր այս քննարկմանն եք մասնակցում, որտեղ թերևս ամենահետաքրքիր քննարկումներից մեկն է, եւ թվում էր, թե ամեն բան ասվել է եւ ամեն բան իր պատասխանը արդեն ստացել է, Արծվիկ Մինասյանը այստեղ մի միտք է ասում, որին ես չարձագանքել չեմ կարող։ Այն միտքը, որը արտաբերում է պարոն Մինասյանը, ամբողջությամբ նկարագրում է մեր ընդդիմության վերաբերմունքը հայոց առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Ասում է դրես կոդ եք ուզում սահմանել, երբ որ խոսում է վեղարների մասին։ Պարոն Մինասյան, մեզ համար վեղարը դրես կոդ չէ։ Իսկ ձեր համար եւ որոշ եկեղեցականների համար վեղարը ոչ միայն դրես կոդ է, դա ձեր քաղաքական կապիտալի միակ աղբյուրն է։ Դուք հայ առաքելական Սուրբ եկեղեցին վերածել եք ձեր նախընտրական շտաբի եւ վեղարը, այո, ձեր համար դրես կոդ է։ Եվ այս մասին է մեր նորոգման օրակարգը։ Այս մասին է, եւ որ մենք խոսում ենք, որ դուք դեմ եք գնում արժեքներին, մեր արժեքներին, մեր ինքնությանը, հայ առաքելական եկեղեցին, մեր ինքնության մասն է եւ թույլ չենք տալու, որպեսզի այն վերածեք քաղաքական գործիքի։ Պարոն Մինասյան, երբ նեղն եք ընկնում, այստեղից ասում եք, այո, եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Մենք էլ ենք այդ ասում, բայց ես ինչ որ չեմ նկատել, որ դուք օրինակ Կտրիչ Ներսիսյանին, ով ի պաշտոնե փորձում էր նախկինում պահանջեր վարչապետի հրաժարականը, ինչ որ արձագանք տայք։ Ես չեմ էլ հիշում, որ երբ որ ընտրություններից հետո, ժողովրդավար ընտրություններից հետո, եւ որ դուք իդեպ այստեղ հայտնվեցիք, եւ Կտրիչ Ներսիսյանը հայտարարեց, որ իր պահանջը վարչապետի հրաժարականի անժամկետ է, խոսեիք սահմանադրականության խնդիրների մասին։ Չէ, նման բան չեմ հիշում, բայց ուրախ եմ, որ այսօր այստեղ հայտարարեցիք, որ եկեղեցին այո չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Բայց մյուս կողմից էլ ասում եք Տիկին Կարապետյանին իդեպ փորձելով իր գրագիտությունը հարցականի տակ դնել, մի բան ինչը ես երբեք թույլ չէի տա ինձ անել, ասում եք, որ դե կրոնական կազմակերպությունների մասին օրենքով եկեղեցականները կարող են զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հակոբ Մովսեսն էլ կարող է ձեր այս տրամաբանությամբ որպես ՌՀ անդամ այստեղ խնդիր չեք տեսնում։ Էս է, սիրելի քաղաքացիներ, դաշնակցության ողջ երեսպաշտությունը։ Ասում եք, կարծեմ սա էլ պարոն Ռուստամյանն ասեց, պարոն Ռուբինյանի պես ես պարոն Ռուստամյանի շատ հարգում եմ, ինքն էլ գիտե այդ մասին, բայց երբ որ խոսում էր դաշնակցության մասին, ասում էր ինչպես կարող եք ուրանալ մեր կուսակցությանով անկախության համար այսքան պայքար է տվել։ Այդ ձեր տրամաբանությամբ դուք էլ ՀՀՇ-ին եք ուրացել, երբ իր դեմ սկսել եք կռիվ տալ։ Այստեղ էլ խնդիր չեք տեսնում, ես տեսնում եմ։ Սա է ձեր կրկին երեսպաշտության հերթական դրսևորումը։ Խոսում եք ազատությունից, Միքայել Աճապահյանի վառ աջակիցն եք դարել։ Միքայել Աճապահյանի հարցազրույցն ուր է Երկիր մեդիայով, չկա, չէ։ Դե ինչ ակնկալեմ, Միքայել Աճապահյանին ասում եք քաղբանտարկյալ, ընդունելով փաստորեն, որ զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Տիկին Գալստյանը այստեղ ելույթ ունենալիս հակադարձում է պարոն Եղոյանին, ասելով ինչի գերմաներենով չես կարդում, Նիցշե։ Պարոն Եղոյան, իսկապես ինչի չեք կարդում գերմաներենով։ Բայց օրինակ, որ պարոն Եղոյանը մեղադրում է ձեզ փողով մտավորականներին ստատուս գրելու մեջ, մեղադրում է ձեզ բռնաճնշումների մեջ, մեղադրում է ձեզ խոսքի ազատության դեմ ձեր պայքարում, դրան արձագանք իհարկե չկա։ Տիկին Գալստյան, ես կարծում եմ, որ Ռուբիկ Հակոբյանը մշակութային խտացված ձեր պատկերն է, եւ ես հպարտ եմ, որ դուք մեղադրում եք Հակոբ Մովսեսին, որ նա կարծես լինի, որ մենք կարծես լինենք իր մշակութային խտացված պատկերը։ Մեծ պատիվ է մեզ համար, Հակոբ Մովսես։ Դուք ազատության մասին չեք, դուք այդ ռեժիմում ապրել չգիտեք, բայց միանշանակ մահվան մասին եք դուք, բայց ձեր մահվան մասին չէ, այլոց մահվան մասին եք դուք, հարգելի դաշնակցականներ, իսկ մեր քաղաքացին ընտրել է կյանքը, հունիսի 7-ին մեր քաղաքացին ընտրելու է կյանքն ու խաղաղությունը, եւ ես ուրախ եմ այսօրվա հնարավորության համար, որ դուք իրապես փակեցիք դաշնակցության էջը հայոց խորհրդարանական կյանքում։ Շնորհակալություն։